Բարև ձեզ Factor TV յուրը քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական եւ ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանն է, ողջույն, պարոն Արզումանյան։ France Press-ը հրապարակել է ամերիկյան ծրագիրը ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման վերաբերյալ։ Ուկրաինան իր արևելյան տարածքների մի հատվածը ըստ այդ ծրագրի պետք է Ռուսաստանին հանձնի եւ կրճատի զինուժի թիվը մինչեւ 600,000 զինծառայող, ինչպես նաեւ Կիևը կպարտավորվի չմիանալ ՆԱՏՕ-ին, չի ստանա արևմտյան խաղապահ ուժեր, չնայած եվրոպական ռազմական ինքնաթիռներ կտեղակայվեն Լեհաստանում Ուկրաինան պաշտպանելու համար։ Նաև ԱՄՆ պաշտոնյան France Press-ին հայտնել է, որ այս ծրագիրը ներառում է Կիրևի համար հզոր անվտանգային երաշխիքներ հիմնված ՆԱՏՕ-ի կանոնների վրա, որոնք կպարտավորեցնեն ԱՄՆ-ին եւ եվրոպացի դաշնակիցներին արձագանքել Ուկրաինայի վրա ցանկացած հարձակման։ Ինչպես է գնահատում այս ծրագիրը, որ արդեն գիտենք լրատվամիջոցներում արևմտյան լայնորեն քննարկվում է։ Դժվար է գնահատական տալ, որ էմոցիոնալ չանցնես, այստեղ փաստորեն ինչ եք տեսնում, երկու գերիշխանություն, ոչ թե գերիշխանություն, աշխարհակաղակական կենտրոն է, Ռուսաստանը գերիշխանություն արդեն անվանել ճիշտ չի, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները փորձում են կիսել մի ուրիշ պետություն, որը պատերազմի մեջ է արդեն։ Գերիշխանությունները փորձում են կիսել ուրիշ պետություն։ Իմ մոտ միանգամից ասոցիացիա գնացել 39 թվականի հետ եւ Ռիբենտրոպ-Մոլոտովի համաձայնությունը եւ Ստալինը եւ Գիտլերը ստորագրեցին եւ կիսեցին Պոլշան, կիսեցին Բալթյան երկրները եւ այլն։ Բայց մենք գիտեք հետո ինչ ա եղել, 2 տարուց հետո համաշխարհային պատերազմ է սկսել։ Դրա համար դա ինձ համար բավականին շատ վտանգավոր սիմպտոմ է, որ եք տեսնում եմ։ Մանավանդ եթե հիշենք, որ Հեքսեթը, պաշտպանության նախարարը ամերիկյան, արդեն հայտարարել է, որ մենք պիտի հասկանանք, որ հիմա միջազգային անվտանգության միջավայրում 1939 թվականն է, մենք պիտի պատրաստվենք մեծ պատերազմի։ Դրա համար ինձ համար ամենից մտահոգիչը, որ կարող է իրոք այդ մտածելակերպը եւ տրամաբանությունն է հաղթում եւ դա նշանակում է աշխարհը մոտենում է, ավելի է մոտենում մեծ լայնածավալ արդեն համաշխարհային պատերազմին։ Թե կանգնում է այն պատերազմը, որը կարող էր բերել համաշխարհային պատերազմի։ Չես կարող ասես, որովհետեւ 4 տարի, 3 տարի այդ պատերազմը շարունակում է, մենք այդ եզրին կանգնած էինք միշտ եւ Ռուսաստանը միշտ սպառնում է, խաղում է այդ մոտեցումով, որ ես կհարվածեմ միջուկային զենքով եւ դա չզոքացնում է արևմուտքի լայնածավալ մտները պատերազմի մեջ։ Այդ արգումենտները, սպառնալիքները աշխատել եւ շարունակում են աշխատել։ Վերջի ժամանակները խորհրդական ասել չի, Կարագանը, որը մոտիկ է Պուտինին, Վալդայում, արդեն հրապարակորեն հայտարարել է, որ մենք պիտի Եվրոպային ասենք, որ դա պիտի հանձնվեք որպես Եվրոպա, ընդհանրապես ոչ թե միայն Ուկրաինան, կամ մենք հարվածենք միջուկային զենքով։ Եվրոպան գոյություն չպիտի ունենա, կամ Միացյալ Նահանգներ, կամ Ռուսաստան, Եվրոպա չկա։ Պետք է հասկանալ, Եվրոպան դա պիտի ընդունի, վարիանտ չունի, որ չընդունի։ Այդպես հայտարարություններ է անում արդեն Ռուսաստանը։ Մինչև եթե հիշենք, որ եւ Պուտինը եւ միջակողմ կողքին կանգնածները խոսում են նրա մասին, որ իրանք պատերազմի մեջ են ոչ թե Ուկրաինայի, բայց արևմուտքի ՆԱՏՕ-ի հետ, այստեղ տրամաբանությունը ստացվում է, որ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը փորձում են կիսել ոչ թե Ուկրաինան, բայց փաստորեն փորձում են կիսել Եվրոպան։ Եվրոպան որպես դերակատար, Եվրոպա որպես աշխարհակաղակական դերակատար հաշվի չի առնում։ Եվրոպային նսեմացնում են, դեմոնտաժի են ենթարկում, որ դառնում է տարածք։ Արդյոք եվրոպական երկրները, որտեղ կա երկու միջուկային զենք ունեցող ուժային կենտրոններ, Ֆրանսիան, Վելիկաբրիտանիան, կա Գերմանիան, կա Եվրամիությունը, արդյոք կհամաձայնվեն այդ սպառնալիքին, որտեղ դա կարելի ասել ուլտիմատում է, որը Տրամպը եւ Պուտինը դնում են Եվրոպայի առջև։ Պարոն Արզումանյան, Եվրոպայի խաղի տեղը այս մեծ հակամարտությունում Ուկրաինայի միջոցով է։ Նրանք երբեմն տալիս են Ուկրաինայի խոստումներ եւ շատ ռեսուրսներ իրականում ռազմական, անվտանգային եւ բեռը հիմնականում հիմա շատ եվրոպական երկրների վրա, ինչը թույլ է տալիս Ուկրաինային երբեմն ասել ոչ։ Ես համաձայն չեմ պատերազմի այս լուծմանը կամ
այլ լուծման օրինակ նախկինում Զելենսկին մերժել էր Մոսկվայի նախկին պահանջները տարածքներ հանձնելու կամ զինուժի թվաքանակը նվազեցնելու վերաբերյալ, ասելով, որ դա Ուկրաինային կթուլացնի եւ խոցելի կդարձնի, բայց նա իհարկե նաեւ նշում էր, որ Թրամփի հետ այս ծրագիրը 28 կետանոց պետք է քննարկի։ Ինչ է կարծում, Եվրոպան կտա հենման կետ Զելենսկին, որպեսզի նա կարողա նաեւ ասել ոչ, Թրամփին ասել ոչ։ Ստեղ լուրջ խնդիրներ են առաջանում, Ռոբերտ, առաջինը պետք է հասկանալ, ընդունել, ընկալել եւ մտածել նրա մասին, որ այս ոչ թե քաղաքական խնդրեմ է, ոչ թե անվտանգության խնդրեմ է, բայց ինքնիշխանության խնդրեմ է։ Այս ինքնիշխանության հարց է։ Արդյոք Ուկրաինան պատրաստ է իր պետական ինքնաիշխանությունից հրաժարվել, թե չէ։ Այն հարցերը, որը դրել են Ուկրաինայի առջև, Ռուսաստանը, ավելի շուտ Ռուսաստանը Միացյալ Նահանգները, բայց իրականում կարելի ասել դա Ռուսաստանի պահանջներն է, որը արտիկուլացվում է, որը անգլերեն սպիտակ տանից խոսում է Թրամփը, բայց իրականում դա այդ Պուտինի կարծիքն է, որը Թրամփը կրկնում է։ Դա Ռուսաստանի մոտեցումն է պատերազմի եւ ոնց է հաղթահարում պատերազմը։ Եվ այդ մոտեցումները Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը։ Ռուսաստանը ասել է եւ շարունակում է ասել, Ուկրաինան որպես պետություն գոյություն չի պիտի ունենա։ Ուկրաինական ժողովուրդ գոյություն չպիտի ունենա, դուք Ռուսաստանի մաս եք։ Դուք ռուս ազգի մաս եք։ Դուք չկաք։ Եվ այս պայմանագիրը, եթե ստորագրվի, դա նշանակում է ուկրաինական ազգը եւ պետությունը պիտի իր մեջ հաղորդակցության կա, իրոք հրաժարվում են իրանք պետական ինքնաիշխանությունից, իրանց ինքնությունից, թե չէ։ Ուկրաինական ազգի եւ պետության համար այդ խնդիրն է դրած։ Բայց ցավոք սրտի նույն խնդրեմը դրած է Եվրոպայի համար, դա նույն ձևի ինքնիշխանության հարց է։ Եվրոպական միությունը որպես դերակատար արդյոք ուզում է գոյություն ունենա, թե ինքը դառնում է ուղղակի շուկա, միջազգային շուկա, հարուստ երկրներ, բայց ինքը դերակատար չի։ Նույն ձևի պիտի որոշեն այդ խնդրեմը, հա։ Այդ առաջի մոտեցումը, որը պիտի հաշվի անի, բայց եթե ուզում ես ձևավորես պատասխան այդ հարցի վրա, դու կանգնում ես մի իրականության առջև, որ այդ հարցերի շուրջ որոշումը ոչ թե քո ցանկությունները, բայց քո հզորությունը, քո ռազմական հզորությունը, քո տնտեսության հզորությունը, քո ազգի հզորությունը ամփոփիչ։ Եվ հարցը առաջանում Ուկրաինան որպես պետություն ունի այդ հզորությունը, թե չէ, ասել ոչ։ Եվրոպան ունի այդ հզորությունը, որ ասի ոչ, թե չէ։ Եվ այստեղ խնդրեմը դառնում է ոչ թե արտաքին, երբ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը նշանակությունը չի, ով փորձում է թելադրի քեզ արտաքինից։ Խնդրեմը դառնում է ներքինից։ Դու որպես ազգ ի վիճակի ես ասել թե այո, թե ոչ։ Ի վիճակի ես մարտահրավերը ընդունել եւ ձևավորել քո պատասխանը, ոչ թե Թրամփի եւ Պուտինի։ Եվ այստեղ գալիս է միասնականության խնդրեմը։ Ուկրաինայի եւ այստեղ եւ Ուկրաինան եւ Եվրոպա։ Ուկրաինայի միասնականության խնդրեմը ծագում է իր կոռուպցիայից։ Ցավոք սրտի մեկ այդ խնդրեմով ացել է։ Շատ լուրջ հարված է Ուկրաինա այդ կոռուպցիաները ուղղակի բացահայտել են այս ծրագրի արժև, այս պլանի արժև բացահայտվել է այն իրականությունը, որը կա։ Իրականության մեջ Ուկրաինայի քաղաքական վերնախավը ահռելի ձևով կոռուպցված է։ Ավելի շատ, քան թե հայկականն է եղել 2020 թվականին։ Ուկրաինայում հավատացեք ինձ, չափերը եւ սահմանները ավելի շատ են անցել, քան թե սկանդալը թույլատնում է Զելենսկիին Թրամփի այս սկանդալը թույլատնում է ռեսուրսների մսման մասն է խոսքը։ Բացի ռեսուրսների, այստեղ ներքին խնդրեմ է։ Դու որպես ազգ գիտես, որ վերնախավը կոռուպցված է։ Վերնախավը կոռուպցված է, եւ բայց կոռուպցված վերնախավը շատ խոցելի է եւ կառավարելի է արտաքին ուժերի կենտրոնների կողմից։ Եվ հարց է առաջանում, արդյոք ուկրաինական վերնախավը, իշխող վերնախավը, բարձր ռազմաքաղաքական ղեկավարությունը, արդյոք պատրաստ է ասել ոչ Թրամփին եւ Պուտինին, թե ավելի շուտ կհամաձայնվեն Թրամփի Պուտինին այն երաշխիքների, որ իրանց գողացածը կմնա իրանց։ Պուտինը եւ Թրամփը կարող են խաղացնել եւ առնել ուկրաինական իշխող վերնախավին, երբ նա ընդունի որոշումներ, որը կլինեն հակաուկրաինական, հակապետական, բայց կելնեն իրաց անձնական էգոիստիկ շահերից։ Մենք դա ամեն ինչ տեսել ենք 2020-23 թվականին։
ցավոք սրտի։ Հիմա փաստորեն Ուկրաինան կանգնած է որպես ազգ այն որոշումների առջև, որը մենք տեսել ենք 2020 թվականին, կարելի է զուգահեռներ անցկացնել։ Հայկական իշխող վերնախավը գիտենք ինչ որոշում է ընդունել։ Ինչ որոշում կընդունի ուկրաինական վերնախավը, ուկրաինական ազգը, մենք այս մոտիկա օրերը կտեսնենք։ Համոզված եմ, որ իշխող բարձր ռազմաքաղաքական ղեկավարության մեջ բավականին ազդելի մասը կհամաձայնի Պուտինի եւ Տրամպի առաջարկման հետ եւ կուզենային հանձնել անցնել Եվրոպայում իրանց գողացածի մոտ ազգից ազգային հարստությունից գողացածի վրա վայելեն։ Ինչ պատասխան կտա ուկրաինական հասարակությունը, ես իհարկե չգիտեմ։ Դու այդ պատասխանը կարող ես տաս, եթե գտնում ես ուկրաինական հասարակության մեջ արտաքինից գտնել հասկանալ ոնց է պատասխանելու ուկրաինական ժողովուրդը, ոնց է պատասխանելու բանակը, ռազմական ուժերը, որը ինքնաիշխանության գարանտներն են, չէ՞, ռազմական գարանտը, երաշխիքը ռազմական ուժերն են։ Բարձր ռազմական վերնախավը կհամաձայնի, բայց օպերատիվ մակարդակի բրիգադաների մակարդակի հրամանատարները, զինված ուժերի աշխատակազմը կհամաձայնի, թե չի համաձայնի հանձնել երկիրը եւ ստորագրել այդ կապիտուլյացիան, այն կապիտուլյացիան, որի հետևանքով դու կորցնում ես ինքնաիշխանությունը, գոյատևի դուրս ես գալիս քաղաքական քարտեզից։ Հայաստանը փառքաստում ենք դրան չեք հասել դեռ, մենք հələ պայքարի մեջ ենք 2020 թվականից, բայց դեռ գոյատևում ենք այդ պայքարի մեջ ենք պետական ինքնաիշխանությունը պահելու համար։ Մեզ մոտ 5 տարի ստացվում է դեռ այդ պայքարը տանել։ Արդյոք Ուկրաինան կկարողանա թե չէ, ոչ մեկ այսօր չգիտի։ Իսկ Ռուսաստանի նպատակները Եվրոպայում է։ Կփոխվեն Ռուսաստանի նպատակները եվրոպական անվտանգության նկատմամբ ունենալ գերիշխանություն, երբ որ եվրոպացիները խոսում են իրենց անվտանգությունից, ՆԱՏՕ-ի ընդլայնումից, Արևելյան Եվրոպայում ռազմական ենթակառուցվածքներ տեղակայելուց, Ռուսաստանը միշտ ուզում է, որ իրենից այո կամ ոչ հարցնեն։ Ավելի դժվար է վիճակը, Ռոբերտ։ Հիմա ուկրաինական վերնախավը, այս ասենք Եվրոպական միության, Եվրոպայի քաղաքական վերնախավը կանգնած է շատ խիստ ընկալման եւ հասկանման առաջ, ընկալման առջև։ Իրանք պիտի հասկանան, որ Ռուսաստանի համար Եվրոպայի գոյությունը իմաստ չունի եւ ինքը չի ուզում։ Ռուսաստանը չի կարող համաձայնի Եվրոպայի գոյության հետ։ Եվ եթե այս պատերազմը կայունացնի, ի վերջո Ռուսաստանը ուզելու է շարունակել այդ պատերազմը, մինչև չհասնի նորից Վիսլա Օդեր, առաջինը Արևելյան Եվրոպան վերցնելը, հետո պիտի հասնի Վիսլա Օդեր, հետո պիտի հասնի Փարիզ, հետո պիտի հասնի մինչև Լամանշ։ Ռուսաստանի կայսրության տրամաբանությունը նրա մեջ է, որ ինքը պիտի լայնանա, եթե ինքը ուզում է խոցելի չլինի Եվրոպայի կողմից, ինքը պիտի ոչնչացնի Եվրոպան, որտեղ հզոր Եվրոպան միշտ լինելու է սպառնալիք Ռուսաստանի թույլ կազմված, թույլ ղեկավարվող, թույլ ենթակառուցվածքներով, ազգով, ժողովրդով, որը նսիմացում է դեմոգրաֆիկ ահռելի խնդիրներ ունեն, ինքը հասկանում է, ինքը կամ պիտի ոչնչացնի Եվրոպային, կամ այն տրամաբանությունը քաղաքական, ժողովրդի դեմոգրաֆիկ իրականությունները, որը իրականում են այսօր, ոչնչացնում են Ռուսաստանին։ Իսկ ռեսուրսները շարունակելու ոչ թե միայն անվտանգության համակարգի խնդիրն է այստեղ, եվրոպական նոր անվտանգության համակարգի, բայց Եվրոպայի եւ Ռուսաստանի գոյատևման խնդիրն է։ То есть այստեղ եւ Ռուսաստանի համար, եւ Եվրոպայի համար դա գոյաբանական սպառնալիք է դառնում։ Բայց Ռուսաստանը դա հասկանում է, Ռուսաստանի վերնախավը, Կրեմլը դա հասկանում է։ Իսկ Եվրոպան դեռ մտածում է, որ կարող է տակից դուրս գա, կարող է արևտրի միջոցով, ինչ որ հրաժարվելով, տալով այդ արջին, սոված արջին ինչ որ փայտալով, հանգստացնել այդ արջին եւ հետո կտեսնենք ինչ է լինելու։ Իմ կարծիքով դա շատ վտանգավոր մոտեցում է։ 2012, 3, 4, 5 թվերն էլ երևի այն ժամանակվա ամերիկյան վերնախավը այդպես էր մտածում, որ Ղրիմի անեքսիայի հետ այսպես համակերպվենք, այո, իհարկե պատժամիջոցներ մտցրին, բայց այն պատժամիջոցները չեն, որ Ռուսաստանին կկանգնեցնեն, հայ, Ուկրաինային ինչ որ չափով զենք տվին, բայց այն չափով չտվեցին, որ Ուկրաինան կարողանա այսպես իր տարածքներնակ հետ բերել կամ հետագա օկուպացիաները առավել արդյունավետ։ Այն ժամանակ թվում է, որ
առնվազն գոնե ամերիկյան եւ եվրոպական վերնախավերը ճիշտ չգնահատեցին ռուսական սպառնալիքի հզորությունը իրենց համար։ Այսինքն այդ առաջին ագրեսիան եւ անեքսիան, որ Ռուսաստանը կիրառեց, չստացավ այն հզոր պատասխանը արևմուտքի կողմից, որ Պուտինին ուղղակի արգելափակ էր, թույլ չտար այդ 8 տարի շարունակել պասիվ պատերազմը Ուկրաինայի արևելքում եւ հիմա էլ 22 թվից լայնածավալ պատերազմի տանել։ Ավելի շուտ պետք է սկսել 2007 թվականի Մյունխենից ելույթից, հետո եկավ 2008 թվականը Վրաստանի դեմ ռազմական գործողությունները, հետո Հայաստանը 13 թվականի Սերժ Սարգսյանը հրաժարվեց, 2008 13 թվականի ֆուտբոլային դիվանագիտությունն է, որտեղ մենք կարող ենք դուրս գալ Ռուսաստանի ազդեցության տակ, մենք չգնացինք այդ ճանապարհով մնացինք, հետո եկավ 2014 թվականը Ղրիմը, հետո եկավ 2016 թվականը մեր 4-օրյա պատերազմը, որտեղ Ռուսաստանը ցույց տվեց իր ազդեցությունը, որ ինքը պահում է վերահսկողությունը հետսովետական տարածքում, հետո եկավ 2022 թվականը, 2023 թվականը մեր պատերազմը, երկրորդ Արցախի արշավը եւ 22 թվականի լայնածավալ ագրեսիան Ուկրաինայի դեմաց։ Դոյս այդ շարքը միշտ գնում էր։ Դա խոսում է, որ Ռուսաստանը ունի մեծ ռազմավարություն։ Այդ մեծ ռազմավարության մեջ ինքը քայլ առ քայլ փորձում է իրականացնել։ Այդ ռազմավարության մեջ Ռուսաստանը առնվազն վերականգնում է սովետական միության տարածքները։ Բայց հետագայում Ռուսաստանի կայսրության ազդեցությունը եւ տարածքները ավելի լայն, որտեղ Ռուսաստանի կայսրության մեջ մտնում է Ֆինլանդիան, մտնում է Պոլշան, Բուլղարիան, Ռումինիան եւ այլ, Բալկանների ազդեցությունը եւ այլ, դա Ռուսաստանի պետականության տրամաբանությունն է, կայսրության տրամաբանությունն է։ Բայց արևմուտքը հաղթելով սառը պատերազմում ինչ որ ռելաքսի մեջ է մտել եւ հիմա ստանում է պատասխան։ Եվ հարց է առաջանում, արդյոք այսօր արևմուտքը կարողանում է հավաքել ներուժ, որ դիմադրի նման ագրեսիային, որտեղ Ռուսաստանին տվեցին հնարավորություն փոխակերպվել ռազմական արտադրության տրամաբանության մեջ եւ ինքը իր տնտեսությունը փոխեց ռազմական ռելսերին, տվեցին ժամանակ, փաստորեն արևմուտքը տվեց դա այդ ժամանակը, Ռուսաստանը դա արած, բայց արդյոք Եվրոպան, արդյոք Միացյալ Նահանգները պատրաստ են նույնը անել։ Դա հարց է, որի պատասխանը ես չգիտեմ, բայց որ նշանակություն չունի, որ ես չգիտեմ, բայց եվրոպական երկրները չգիտեն այդ պատասխանը։ Եվրոպական միությունը իրան տնտեսական ներուժով Ռուսաստանը մի 20%-ն է կազմում տնտեսական ներուժը, ունեն ռազմաարդյունաբերական համալիր, հզոր, բայց կարողանան իրան կազմակերպեն եւ անցնեն ռազմական տրամաբանության մեջ, սկսել մտածել ռազմական ժամանակների հետ, թե չէ իրանք կշարունակեն են կոմֆորտային կյանքով ապրել, որտեղ ունեն էմիգրանտների պրոբլեմը, մարդկանց իրավունքների պրոբլեմը եւ այլ, ներեցեք արտաքին արհեստական պրոբլեմների մասին, որոնք ռազմական պայմաններում չպիտի աշխատեն։ Հիմա Եվրոպան փորձում է փոխակերպել, կստացվի թե չէ, ես չգիտեմ պատասխանը եւ Եվրոպան չգիտի, բայց պատասխանի արդյունքները մենք կտեսնենք, իհարկե։ Այստեղ եւ իհարկե կազդեն Հայաստանի վրա իհարկե։ Եկեք դա էլ մտածենք, պարոն Արզումանյան, տեսեք, այն որ Ռուսաստանը վերջին մի քանի տարվա ընթացքում ազդեցության նվազեցում ունեցավ մեր տարածաշրջանում, դա ուղղակի ակնհայտ է, ժխտել չի կարելի։ Ասել, որ Ռուսաստանը հեռացել է եւ վերջ չի վերադառնա, դա էլ սուտ կլինի, չէ՞, որովհետեւ այստեղ ռազմաբազա ունի, չգիտեմ, օրինակ Հայաստանում քաղաքական ուժերի վրա ունի ազդեցություն եւ տնօրինում է եւ միգուցե 26-ի ընտրություններում հավակնություն ունենա, այսպես ասենք, այո, ինչպես բոլոր վայրերում, հա, խոշոր գերտերությունները փորձում են իսկ Ռուսաստանը առավել եւս նախկին գաղութներում, հա, նոյեմբերի 9-րդ կետով չստացավ այդ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը այն թարգմանությամբ, ինչպես ինքն էր ուզում, հա, ռուսական FSB-ի զորքերի կանգնեցում այդ ճանապարհի վրա, հակառակ օգոստոսի 8-ին ԱՄՆ-ն եւ Միացյալ Նահանգները Թրամփի ուղու կառուցման շուրջ համաձայնություն ունեն, ուզում եմ ասել, որոշակի այստեղ ռուսական սասանում տեղի ունեցավ նրանց դիրքերի։
Այ մենք ինչ սպասենք։ Ենթադրենք պատերազմը կանգնում է, պարոն Արզումանյան, կա մտահոգություն, որ Ռուսաստանը կարող է ժամանակ եւ նաեւ քաղաքական, դիվանագիտականին չու ոչ անվտանգային այլ ռեսուրսներ կենտրոնացնել այն տարածաշրջանների վրա, որտեղ ինքը ունեցել է, ասես նահանջներ։ Այստեղ խնդրեմ է առաջանում, Ռոբերտ, որտեղ ես չեմ կարողանում հաշվարկել ճակետներում Տրամփի վարկը։ Որտեղ Տրամփի վարկը դուրս է գալիս այդ բոլոր ռազմավարական տրամաբանություններից, որը հաշվարկները ցույց են տալիս, որ այդպես չի կարելի անել։ Որտեղ մի կողմից այո, Միացյալ Նահանգները իրականացնելով մեծ ռազմավարություն, հիմա ցույց են տվել, որ իրանք մտնում են Կենտրոնական Ասիա, C5 գումարած մեկ Ադրբեջանը միացած այդ Եվրոմիությունն էլ նույն ձևի ռազմավարության մասին խոսել, միջև այդ իրանք հայտարարել են սկսել են իրականացնել նման ռազմավարական ծրագիր եւ պլան ունեն Ադրբեջանի հետ կապված, Հայաստանի հետ ռազմավարական ծրագիր են ստորագրել, հիշում ես դրա մասին, մի անցած տարին շատ եք խոսել դրա մասին, Վրաստանի հետ ունեն։ Մի կողմից ստացվում է Միացյալ Նահանգները ռազմավարական տրամաբանության մեջ փորձում են Ռուսաստանին դուրս հանել ազդեցությունը Հարավային Կովկասից, կենտրոնական, եւ դա տրամաբանական է։ Մյուս կողմից Տրամփը խոսք առ խոսք, բառ առ բառ կրկնում է այն լուծումները Ուկրաինայում, որը պետք են Ռուսաստանին։ Եվ դա հակաամերիկյան, հակաարևմտյան քաղաքականություն է եւ ռազմավարություն է։ Տրամփի քայլերը, հայտարարությունները հակաարևմտյան են ստացվում։ Եվ արևմուտքում էլ նույն ձևի շատեր արդեն դրա ման խոսում, այդ ոնց է Պուտինը ինչ ազդեցություն ունի Տրամփի վրա։ Եվ եթե մենք տեսնում ենք դա անտրամաբանական վարկը Տրամփի Ուկրաինայում, ես արդեն իրավունք չունեմ դուրս հանել իմ հաշվարկներից, որ նույնը կարող է տեղի ունենալ Հարավային Կովկասում։ Եթե ելնենք տրամաբանությունից, ռազմավարությունից, Միացյալ Նահանգները պիտի ավելացնեն իր ներկայությունը Հարավային Կովկասում։ Բայց եթե Տրամփը համաձայնվել է Ուկրաինան, Արևելյան Եվրոպան ընդհանրապես դա Ռուսաստանի ազդեցության ոլորտ է, արդյոք Տրամփը չի կարող նույն ձևի համաձայնել, որ Հարավային Կովկասն էլ չի իմը, ես դուրս եմ գալիս, ես սահմանափակվում եմ արևմտյան երկրագնդի կողմով եւ այստեղ չեմ խառնում։ Թեև Չինաստանի զսպելու առումով Չինաստանից էլ եմ հրաժարում, Չինաստանը վերցնում է Եվրասիան, դա ինձ չի հետաքրքրում եւ այլ։ То есть ինձ համար պրոբլեմատիկ է, որ ես չեմ կարողանում հաշվարկել Միացյալ Նահանգների Տրամփի վարկագիծը եւ տրամաբանությունը կոնկրետ չի, որ դրա վրա եթե ես փորձեմ հասկանալ վիճակը ելնելով Տրամփի անձնական շահերից, ես կարող եմ բացատրություն գտնել, բայց եթե փորձում ես լուծում գտնել կամ հասկանալ ինչ է կատարում ելնելով ազգային շահերից, իմ կողմից չի ստացվում։ Դրա համար մենք որպես պետություն պիտի պատրաստ լինենք նրան, որ այդ լուծումները, որը տրամադրում են Ուկրաինային, եթե դա ստացվի, ես համոզված չեմ, որ դա կստացվի, որտեղ աղմուկ է բարձրացել արդեն։ Նման որոշումները post factum պիտի ընդունես, հետո աշխարհը իմանա։ Այս անգամ աշխարհը իմացավ 2 օր առաջ։ Նման դեպքերում չեն կայացվում լուծումներ։ Հա, ես դա մեզ հույս ունեմ, որ չի կայանալու, որովհետև արդեն աշխարհը բարձրացել է ոտքին, որ դա ընդունելի է։ Անընդունելի է եւ ռազմական եւ աշխարհաքաղաքական եւ բարոյական առումով Միացյալ Նահանգները, որը միշտ պաշտպանում էր ազատությունը, պաշտպանում էր օրենքի գերիշխանությունը, փաստորեն կանգնում է մի պետության առջև, գերիշխանության հետ միասին, որը ագրեսիայի միջոցով վերցնում է ուրիշի տարածք եւ ոչնչացնում է երկիր։ Այդպես կստացվի, եթե այդպես կստացվի, հա։ Հասկանում ես, եւ այդ վիճակում մեզ համար դա վտանգավոր է, եթե դա ինչ իրականացվի, դա կնշանակի, որ մենք արդեն ձևավորվել է մի համաշխարհային վիճակ, համաշխարհային անվտանգության ոլորտում, որ մենք ունենք, որտեղ արդեն որևէ երաշխիքներ չկան, որևէ պայմանագրություններ չեն աշխատում, որևէ սահմաններ չեն ընդունվում։ Հասկանում ես, Ռոբերտ, շատ դժվար այն, որ հայկական այսօրվա իշխանությունները այդքան մեծ հույսեր են կատմում դելիմիտացիայի, դեմարկացիայի հետ, մեծ հույսեր են կատմում խաղաղության պայմանագիր կստորագրենք եւ ամեն ինչ արդեն կապրենք խաղաղության մեջ, այդ ամեն ինչը փլուզվում է։
Եթե ուժ ունես, կարող ես մտնես, վերցնես, որ դու ուտա գալիս կամ ազգային շահերով ելնելով, դու այդտեղ պայմանագրերը արդեն չեն աշխատում։ Այդտեղ միջազգային օրենսդրական դաշտը արդեն չի աշխատում եւ մնում է միայն զսպիչ ուժ քո ռազմական ուժերը եւ քո ազգի պատրաստությունը դիմադրել ռազմական ագրեսիա լայնածավալ։ Դա կստացի, որ մենք պետություն Հայաստան պետք դուրս շպրտենք, ներեցեք, իրոք շպրտենք այդ բոլոր խոսակցությունները խաղաղության մասին, պայմանագրի մասին, դելիմիտացիայի մասին եւ կենտրոնանանք որպես ազգ միայն ու միայն ռազմական ուժերի հզորացման, նոր պաշտպանության եւ անվտանգության համակարգի ձևավորման։ Ուրիշ երաշխիք ոնց է միավորում հայկական համազգային կոշտ ուժը եւ քո ազգի միասնականությունը։ Պարոն Արզումանյան, բայց մենք տեսնում ենք Հայաստան-ԱՄՆ տիրույթում որոշակի կոնկրետացումներ, դա 500 միլիոն դոլարի արհեստական բանականության ոլորտում Հայաստանում ներդրումն է Nvidia ընկերության միջոցով, Firebird ընկերությունը դրանք փաստորեն ԱՄՆ-ն թույլատրել է նաեւ ներդրումներ անել։ Չէ, նաև կա այնտեղ Թրամփի ուղու կառուցման շուրջ համաձայնություն, որը իհարկե տնտեսական նախագիծ է, բայց ակնհայտորեն նաև այն աշխարհաքաղաքական նշանակություն ունի, հա։ Ուզում եմ ասել, այս տարածքում ինչ որ բան կատարվում է ամեն դեպքում։ Մի քիչ առաջ մենք խոսել ենք, եթե վերցնում ես աշխարհաքաղաքական տրամաբանություն, Միացյալ Նահանգների մեծ ռազմավարության մեջ ոնց որ ճիշտ է անում, բայց նույն մոտեցումը Ուկրաինայում հիմա տապալվում է։ Եվ այս վիճակում ես իրավունք չունեմ որպես փորձագետ անվտանգության ոլորտում ենթադրել այս սցենարը չհաշվարկել, որ հարավային Կովկասում նույն ձևի կտապալվի եւ Տրամփի ճանապարհը, այդ բոլոր ներուսությունները, որ անվում է, որտեղ Ուկրաինայում ավելի շատ մեծ ինվեստիցիաներ են տեղի ունեցել։ Եվ հիմա Տրամփը այդ ամենը պատրաստ է հանձնել Ռուսաստանին։ Պատրաստ է հանձնել ուկրաինական ռազմական ուժերը, որը կդառնան Ռուսաստանի ռազմական ուժերի մաս։ Եվ հետո այդ արելի ռազմական ուժը, որը ունի այսօրվա արդիական ռազմական գործողությունների ամենամեծ փորձը, կանգնած կլինի Եվրոպայի սահմաններին, դա նշանակում է Եվրոպան չի դիմանալու այդ հարվածին։ Եվ դա անում է Միացյալ Նահանգները այսօր, Ռոբերտ։ Ես իրավունք չունեմ, եթե ուզում եմ պահեմ, պաշտպանեմ ազգային ինքնիշխանությունը, պետական ինքնիշխանությունը, չհաշվարկել այդ մոմենտը, եւ ես նորից մնում եմ մենակ։ Եվ մնալով մենակ, ես պիտի հասկանամ, որ ես կարող եմ հիմնվել միայն ու միայն իմ ռազմական ուժերի վրա, միայն ու միայն իմ ազգի միասնական ուժի վրա։ Ուրիշ երաշխիքներ այն աշխարհում, որը հիմա Պուտինը եւ Տրամփը փորձում են կերտել Ուկրաինայում, կարող է չունենանք։ Եվ մենք այսօր որպես ազգ, որպես հասարակություն, որպես պետություն, դրա մասին պիտի մտածենք։ Իշխանությունը հիմա զբաղված է ընտրություններով։ Մի տարի իրանք միայն դրա մասին են մտածելու, բայց մենք որպես հասարակություն, որպես պետություն պարտավոր ենք դրա մասին մտածել, ոնց է հզորացնում մեր ռազմական ուժերը, ոնց է հզորացնում մեր ուժային հաստատությունները, ՆԳՆ-ն, ԱԱԾ-ն եւ այլ, вот այդ կորիզը ուժային հաստատություններն են որոշելու, արդյոք Հայաստանը կպաշտպանի իր իրավունքը ունենալ պետություն թե չէ։ Եթե Տրամփը եւ Պուտինը համաձայնվեն եւ կիսեն Ուկրաինան եւ Եվրոպան։ Շատ վտանգավոր հարցեր են բարձրանում, որի առջեւ մենք պարտավոր ենք մտածել։ Շնորհակալ եմ, պարոն Արզումանյան։ Հարգելի հեռուստադիտողներ, հյուրընկալել ենք Հրաչյա Արզումանյանին։